Ողջույն բոլորին, այսօրվա իմ հյուրը Դավիթն է։ Այսօր մենք քննարկելու ենք հայկական էպոսի ամենադրամատիկ կերպարի՝ Դավիթի կայացումը։ Դավիթ, դու մեծացել ես Մսրա Մելիքի տանը։ Քեզ կերակրել է նրա մայրը՝ Իսմիլ Խաթումը։ Ինչպես պատահեց, որ այդքան տարի օտարության մեջ լինելով դու չմոռացար քո արմատները եւ հրաժարվեցիր անցնել Մելիքի թրի տակ։ Դա ընտրության հարց չէր, դա արյան կանչ էր։ Մելիքն ուզում էր, որ ես խոնարհվեմ, որ ցույց տա իր գերիշխանությունը, բայց իմ մանկական մատը քարին դիպչելիս կրակ էր հանում։ Էպոսում ասվում է, որ ես Մելիքի թրիտակով չանցա, ես իմ ճանապարհով գնացի։ Շրջապատը կարող է քեզ փոխել, բայց քո էությունը պիտի մնա անձեռնամխելի։ Ինքնության պահպանումը սկսվում է փոքր ոչերից։ Երբ վերադարձար Սասուն, ձենով Օհանը քեզ գառնարած կարգեց։ Դու իշխանական տան զավակդ, դաշտերում վայրի գազաններ էիր հավաքում ու բերում քաղաք։ Ինչ սովորեցրեց քեզ այդ շրջանը։ Օհանն ուզում է ինձ գործով պահել, բայց ես չգիտեի սահմանները։ Ես նապաստակն ու գայլինել էի քարանտեղ դրել։ Էպոսի այս դրվագը սովորեցնում է, որ ուժն առանց գիտելիքի ու փորձի կարող է քաոս ստեղծել։ Ես պիտի սովորեի տարբերակել չարը բարուց, վայրին ընտանիից։ Շատ կարևոր մի դրվագ, նախքան Մելիքի դեմ դուրս գալը դու վերականգնեցիր քո հոր, Մհերի հիմնադրած տաճարը։ Ինչու հենց դա դարձավ քո առաջին մեծ գործը Սասունում։ Որովհետև առանց հոգևոր տան Սասունը որբ էր։ Մելիքը քանդել էր այն, ուզում էր ջնջել մեր հիշողությունը։ Տաճարը վերաշինելով ես վերականգնեցի կապը հորս ու պապերիս հետ։ Հաղթանակը սկսվում է սեփական արժեքների վերականգնումից։ Եթե չունես ներքին հենարան, արտաքին թշնամուն հաղթելն անիմաստ է։ Դավիթ, քո կերպարը ավարտվում է ողբերգական մի դրվագով, սեփական զավակի ձեռքով, քանի որ դրժեցիր երդումդ։ Ինչն է էպոսի գլխավոր դասը, որ պիտի հիշենք։ Խոսքի արժեքը։ Սասնածուրը կարող է լինել միամիտ, կարող է լինել խենդ, բայց նա չէր կարող լինել ստախոս։ Իմ ուժը իմ ուխտի մեջ էր, երբ դրժեցի ուխտս, ուժս լքեց ինձ։ Մարդու ամենամեծ թշնամին իր լեզուն է եւ տված խոստումը դրժելը։ Դե ինչ, մեր նախագիծը ավարտվեց։ Շնորհակալ եմ ինձ հիշելու եւ նախագիծ հրավիրելու համար։